Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Հասնենք նպատակին Թող մանկությունը մերակի հելկանքը լինի Անցնենք փորձությունը ճոսով հետքերով արկածների հետքերով Անցնենք փորձությունը ճոսով հետքերով արկածների Դուք լրիվ կորցրել եք ձեզ, ինչ է կատարվում Հա բայց ես բան չեմ արել Օնի քեզ հետ չեմ դու գիրքդ կարդա Անդադար վիճում եք ու վիճում, ինչը չեք կարողանում կիսել Միգուցե ընկերությունը, այդ դեպքում մի արեք ընկերություն Խաբար պսիկներ Վերջ, գնացեք ու մտածեք ասածներիս մասին Եվ մյուս անգամ չլսեմ որևէ բողոք մեկըդ մյուսի հասցեին Ասացի գնացեք Սենց չի լինի, երեխեք, խոսակցություն եք բերում Ինչ ա եղել Աննա ջան, ուր ես գնում, սպասի դե չի կարելի սենց, երեխեք Գորջան, հիմա էլ դուք Գոնե դու մի բան ասա Գիտես, ես եմ բան հասկանում, սենսեյ ջան Արի գնենք կենաս ծառի մասունք փնտրենք Ես պատանիներ հետ ինչ գործ ունես Խելագար է Գնանք Գնացինք Դուք հիմա կլսեք Օնիկի տված հարցի պատասխանը Ես Արմենն եմ և վերլուծել եմ տվյալ իրավիճակը Խնդիրն այն է, որ մենք բոլորս չափազանց ինքնասիրահարված ենք Չեք հավատում, տեսեք Ես գիտեմ խնդիրն ինչումն է Նրանք ինձ նախանձում են Ամեն մեկս ինչ-որ մասնագիտություն են ընտրել Նրանք ինչ են անում Գիրք են կարդում Ես ինչ եմ անում հերոսություն Գորը չի մեծանում, ես չգիտեմ ինչ անեմ Անընդհատ ուզում է, որ իրան գովեն իրա հերոսությունների համար Բա ինձ ով գովի, այս տարի հաղթել եմ մի օլիմպիադա Դարձել եմ բացարձակ չեմպիոն տարվա լավագույն ընթերցող ու գրքի ճանապարհ մրցույթներում Բա Ես ներում եմ բոլորիդ Ուսուցիչ Օնիկը ինձ օգնեց տեսնեմ ճշմարտությունը Դե, ես ձեզ չեմ մեղադրում Դուք դեռ երկար ճանապարհ ունեք անցնելու ինձ հասկանալու համար Բայց կհիշեք, որ ես գոռում էի, իսկ դուք ինձ չէիք լսում Մարիայի դեպքում ինքնասիրահարվածությունն արտահայտվում է նրանով, որ նա մեզ արժանի զրուցակից չի համարում, բայց էդ հստակ չի։ Նա նման բան չի ասել։ Չգիտեմ։ Դու չես խոսում, ես կխոսամ, Մարիա ջան։ Մեր ընկերները շեղվել են ճիշտ ճանապարհից, ու ես կարծում եմ, այդ ամեն ինչի պատճառը եսասիրությունն է, ինքնասիրահարվածությունը ու եսակենտրոնությունը։ Ես հասկացա հազիդ իմաստը, Մարիա ջան։ Ես ի սկզբանե եմ այդպիսին ու ես կառավարում եմ դա։ Իրանց մոտ այդ նորությունն է։ Ես չգիտեմ ոնց օգնեմ իրանց։ Ուղիղ ասեմ, ինձ կաքսորեն։ Չգիտեմ, դե մի բան հուշի էլի, Մարիա ջան։ Մի խառնվի Էդ ոնց։ Ոնց ես Ինչ գույն ես որոշել Դեռ չեմ մտածել Ես ռեֆերատս ավարտել եմ, կարդամ լսես Ոչ, ես Թումանյանի մասին բավականաչափ գիտելիք ունեմ Ընկերներիդ համար կարդա Ընկերներիս կլինի գնամ փողոցում անծանոթ մարդկանց համար կարդամ Փողոցում անծանոթ մարդկանց համար ռեֆերատդ կարդաս Դե հա ինչ տարբերություն Ոնց թե ինչ տարբերություն Աննա, ընկերներիդ մասին եմ խոսում Թե որևէ խնդիր կա Չէ, Շահանե ջան, ոչ մի խնդիր
Դե ուրեմն գնական չիր եւ կազմակերպիր Թումանյանի մասին դաս։ Վերջում էլ հանձնարարություն կտաս ու կճանապարհես։ Աննա, դու ուսուցչուհի ես դառնալու, ոչ թե գրականագետ կամ լեզվաբան։ Եվ հետեւաբար, նյութը սերտելուց եւ վերլուծելուց բացի պետք է սովորես այն փոխանցել։ Գնա ու կանչիր։ Դե իհարկե, հենց օգնության կարիք ունեն, նոր հիշում են։ Գոր հերոսը նեղացկոտ չի լինում։ Նախ եկեք սկսենք նրանից, որ հերոսին նեղացնել չի կարելի։ Գոր հերոս ի՞նչ է նշանակում։ Հերոս։ Դե հերոս էլի։ Գոր հերոսը հին հունարեն նշանակում է հերոս։ Այդ նշանակում է պաշտպանել կամ պահպանել։ Այն որ այդտեղ նեղացկոտության մասին ոչ մի բան չկա գրած, քո գործառույթը պաշտպանելն է։ Դու ինձ լսի, ես քեզ նորմալ հերոս կսարքեմ։ Ինչի հիմա աննորմալ հերոս է։ Աշխատելու տեղ միշտ էլ կա։ Աննա ջան, այսօ բան չի եղել, որ գրադարանից դուրս եք եկել։ Հալավ, ես գիտեմ լուրջ բան ա եղել։ Գորջան, եթե գրականությունը քեզ համար լուրջ չի։ Չէ Աննա քույրիկ ջան, այստեղ խոսքը վտանգավորի ու անվտանգի մասին է։ Իսկ եթե խոսքը կարևորության մասին է, կեցեք գրականությունը։ Հա իհարկե։ Դավիթ ուր է։ Դավիթը մեր զանգերին չի պատասխանում։ Այսինքն, չեք ասել, որ հավաքվում ենք։ Այսինքն Դավիթը մեր զանգերին չի պատասխանում։ Աննա։ Արմեն։ Բարև ձեզ, կարելի է։ Իհարկե կարելի է։ Համեցեք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Նստեք։ Շահանենա։ Մի պատասխանի։ Ինչի։ Դու բարոյախրատական ճառերի հավես ունես։ Դա էլ ես ճիշտ ասում։ Օնիկ ջան, ես շատ բաներ եմ ճիշտ ասում։ Ուղղակի դուք ինձ չեք լսում։ Ոայ, Դավիթ, դուռը փակեցինք։ Ես ինչ իմանամ, բանալին քո մոտ է։ Հա, բայց չեմ հիշում, է։ Օնիկ։ Վերջացրու։ Հերիքա պատճառներ փնտրես հետ վերադառնալու։ Փնտրում ենք, փնտրում, չենք անձնվում, փնտրում ենք։ Լավ։ Դավիթ ջան, այն որ մագաղաթի վրա սուն կա պատկերված։ Այդ նշանակում է որ Որ պետքա փնտրել այնտեղ, որտեղ շատ սնկեր կան։ իսկ այստեղ շատ սնկեր կան։ Հա, անտառա, այն էլ խոնավ։ Իսկ դու գիտես, որ սնկերն ամենուր են։ Օնիկ ջան, այդ ընդհանրական հայտարարություններով իմ հետախուզական միտքը մի շեղիր։ Խելագարը։ Բացեք թեթրերը, սկսենք դասը։ Աննա, ներկա բացակա արել ես։ Ոչ, Բա ինչու ես սկսում դասը։ կներեք։ Դավիթը բացակա է։ Ինչու։ Չգիտեմ։ Դասարանի ավակն էլ չգիտի։ Ես եմ դասարանի ավակը, չէ, չգիտեմ, բնականաբար մյուսներն էլ չգիտեն։ Լավ, դուք սկսեք ձեր դասը։ Եթե մինչև դասի ավարտը չհայտնվի, ես կզբաղվեմ այդ գործով։ Այսօր մենք միասին կբացահայտենք հայ գրականության ամենապայծառ գագաթներից մեկին՝ Հովհաննես Թումանյանին, որին պատահական չի, որ ասում ենք ամենայն հայոց բանաստեղծ։ Թումանյանի գրական ժառանգությունը բազմազան է։ Հեքիաթներում նա մեզ սովորեցնում է տարբերել չարն ու բարին, իսկ խարյակներում ընդամենը 4 տողով կարողանում է խորհել մարդու ճակատագրի, տիեզերքի եւ կյանքի մասին։ Շահանե ջան, Գորջան, դու ուզում ես գնա աշխատանքի ուսուցման դասի։ չէ, ուղղակի մտածեցի, որ Շահանեի մազերը չներկվեն։ Աննա, բարի գործերի համար չեն նախատում։ Սա ակնհայտ կողմնապահություն է, ես կբողոքեմ վերինատյաններ։ Դե լավ, մի շեղվեք, շարունակեք ձեր դասը։ Պոեմներում ու բալադներում նա մեզ տեղափոխում է հայկական լեռնաշխարհ, որտեղ պատմում է սիրո եւ հավատարմության հուզիչ պատմություններ։ Օնիկն էլ չի պատասխանում։ Մի բան եղած չլինի։ Մի բան լիներ, Դավիթը մի անգամից կզանգեր։
Եթե նրանց մոտ ամեն ինչ լավ է ու չեն պատասխանում, ուրեմն շատ շուտով ամեն ինչ վատ կլինի։ Շահանե, ինչ ես կարծում, ընկերներս կանեն հանձնարարությունը։ Եթե չանեն, նույն դասարան կթողնես։ Լավ։ Դու որոշել ես Թումանյանի քարյակներից որն ես ընտրելու։ Լավ հիշացրիր, պետքա մտածել, բայց նաև պետքա հիմնավորենք, թե ինչու ենք հենց այդ քարյակը ընտրել։ Դավիթ։ Օնիկ։ Օնո։ Օնիկ։ Հա։ Այդ սունկը հաստատ թունավոր չի։ Վայ, Դավիթ ջան, վստահի ինձ, իհարկե թունավոր չի։ Ես ամբողջ կյանքը սարերում եմ ապրել։ Բայց ոնց որ դու այդտեղ սունկ հավաքելու համար չէիր գնացել։ Դավիթ, կամ կեր, կամ նախանձի։ Ես ավելի լավ կնախանձեմ։ Վառե։ Կներեք, ես ուղղակի դուրը բացել, ես անհանգիստ էի դրա համար։ Օնիկ։ Օնիկ։ Շահանե քուրիկ։ Դուք էստեղ ինչ եք անում։ Ուր եք։ Առավոտվանից ձեզ ենք փնտրում։ Անտառ ենք գնացել։ Դրա համար չէր եկել Աննայի դասին։ Ինչ Աննայի դաս։ Աննան ձեզ հանձնարարել էր ընտրել Թումանյանի քարյակներից մեկը եւ մեկնաբանել քարյակն ըստ թեմայի։ Շահանե քուրիկ ինչ ես խոսում։ Օնիկին ինչ է պատահել։ Օնիկին։ Հազար ասեցի էլի Օնիկ ջան, այդ սունկը միք էր։ Պարզ է։ Եթե դասին անպատրաստ եկար, Չէ, ես դասին պատրաստ կգամ։ մնացած ընկերներիցդ կհարցնես։ Լավ։ Կսպասեմ։ Օնիկ։ Օնիկ ջան, ես գնում եմ Մարիայի մոտ։ Եթե բան պետք լինի, կզանգես։ Նայ, ամեն ինչ հասկացել եմ, բայց հիմա ես փրկարարների մասին քարյակ որտեղից գտնեմ։ Գոր չի կարելի կյանքում ամեն ինչ կապել մասնագիտության հետ։ Ինչի չի կարելի։ Նենց հարցեր կտաս, որ ասում եմ չի կարելի, էլի։ Սել ասում եմ կարելի է։ Դե կգնաս փրկարարների մասին քարյակ կգտնես։ Դու էլ հոգեբանների։ Ես տենց սկզբունքներ չունեմ, բայց հետաքրքիր բան ես ասում։ Մարիա ջան, դու գիտես չէ՞ որ ես քեզ մի ուրիշ ձև եմ էլի հարգում, դրա համար էլ եկել եմ քեզ մոտ։ Ինձ կօգնես քարյակ սովորեմ։ Օգնեմ կարդաս, թե օգնեմ մեկնաբանես։ Մի բան արա էլի։ Ես բարկացած եմ քո վրա։ Դու էիր մնացել իմ վրա բարկանայ։ Լավ, հասկացա, գնում եմ։ Նայ, ստեղ չեմ։ Գնացի, ստեղ չեմ։ Հիմա որ Թումանյանի բանաստեղծությունների գիրքը բաց է, առաջին պատահածից 4 տող սովորեմ։ Գնամ, պետք է ասեն, հիմնավոր ինչ ես հենց սա սովորել։ Դե, ես էլ կասեմ, որովհետև սա եմ առաջինը գտել։ Ինչ վատ հիմնավորում է, որ։ Չէ, բայց ասեն Արմենին գիտեմ։ Նա հաստատ կառարկի։ Դավիթ ջան, ինչա պատահել։ Տվել են Թումանյանից քարյակ սովորենք։ Դե դու էլ թմքաբերդի առումը վերցրու։ Հեյ պարոններ, ականջարեք թափառական աշուղին, սիրուն տիկնայք, ջահել տղերք, լավուշ դրեք իմ խաղին։ Մենք ամենքս հյուր ենք կյանքում մեր ծննդյան փուչորից, հերթով գալիս անցենք կենում ես անցավոր աշխարից։ Օնիկ ջան, բայց ես մի քիչ շատ ասացիր։ 4 տող։ Քարյակ։ Շատ ես ասում։ Մի քիչ իջի։ Հեյ պարոններ, ականջարեք թափառական աշուղին, սիրուն տիկնայք, ջահել տղերք, լավուշ դրեք իմ խաղին։
Հա, էս լավն է, ոնց որ գորալու պես լինի։ Օպրա Սոնիկ ջան։ Ցավում է։ Բարև ձեզ։ Աննա ներկա բացակա արել ես։ Հա, բոլորը ներկա են։ Կարող եք սկսել։ Ով է առաջին ուզում իր տնային աշխատանքը ներկայացնի։ Ես Սկսի գոր։ նախ քարյակը որն ընտրել եմ։ Քանի ձերքից եմ վարվել եմ ու հուր դարել, հուր եմ դարել, լույս տվել, լույս տալով եմ սպառվել։ Եվ ինչու ես այս քարատող ընտրել։ Դե փրկելու մասին է։ Դու կարծում ես, որ այս քարյակը փրկելու մասին է։ Դե հա։ Գոր։ Երկուս, բենայի։ Էս ինչ ինքնագործունեություն է։ Հոգիս տանը հաստատվել տիեզերքն է ողջ պատել։ Տիեզերքի տերն եմ ես։ Ով է արդյոք նկատել։ Դու տիեզերքի տերն ես։ Տես դու էլ չես նկատել։ Լավ։ Հովանես Թումանյան, Թմկաբերդի առումը։ Հեյ պարոններ, ական ջարեք թափառական աշուղին, սիրուն տիկնայք, ջահել տղերք, լավ ուշ դրեք իմ խաղին։ Վերջ։ Բայց ինչի եք ծիծաղում։ Դավիթ, պետք է քարյակ սովորիր, ոչ թե կամայական 4 տող։ Ինչ տարբերություն։ Որ դասին չբացակայիր, կիմանայիր։ Շահանեք հույրիկ, ես ձեզ համար արեցի ես ամեն ինչը, բայց ինձ էլ չմեղադրեք։ Տղեկ լավ էլի։ Բայց ծիծաղելի էր։ Միայն տղաներին մի մեղադրի Աննա, դուք բոլորդ եք մեղավոր։ Հաջորդ դասին կկարդաք իմ ընկեր Նեսոն։ Միգուցե այդ ժամանակ հասկանաք, թե ինչպես կարող եք կորցնել ձեր ընկերոջը։ Հավաքվել ենք մենք ընկերներով, ընտրում ենք արկածներ։ Սիրում ենք մենք հաղթահարել տարբեր կորցություններ։ Մարիա, Աննա, Արմեն ու Գոր, տևում ենք քարտեզին։ Գնում ենք մենք ճամփաներով, որ հասնենք նպատակին։ Թող մանկությունը մերակի, հերթանքը լինի։ Անցնենք փորձությունը ճոսով հետքերով արկածների, արկածների, արկածների հետքերով։ Անցնենք փորձությունը ճոսով հետքերով արկածների։ Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։